գլխավոր թիրախներից մեկը, որը որ պետք է ուշադրություն դարձնել եւ բերել իրավական եւ օրինական դաշտ, դա բյուջեն է։ 150 միլիոն ամերիկյան դոլարով դու չես կարող պահել 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող մայրաքաղաքը եւ լուծել նրա հիմնախնդիրները։ Դա եվրոպական ցանկացած գյուղաքաղաքի բյուջե է, բայց կարող եք մի քանի անգամ ավելանալ։ Թե ինչպես, դա արդեն մենք շատ լավ պատկերացնում ենք։ Մեկ լուծում կա այս ամեն ինչին։ Եթե յուրաքանչյուր պաշտոնին կլինի մարդ, որը պատկերացնում է, որը ստրուկտուրալ է մտածում, որը ստեղծում է սիստեմա, որը ստեղծում է ենթակառուցվածքներ, որը ստեղծում է կառույցներ, որը կարողանում է ստեղծել համակարգ եւ կայացնել այդ համակարգը։ Եվ այդ անձնավորությունը այսօր դա Արմեն Երիցյանն է։ Քաղաքապետը երամսյակը մեկ անգամ պետք է զեկուցի իր կողմից կատարված աշխատանքները, պետք է զեկուցի բյուջեի մուտքագրումը, ինչքան գումար կա եւ այդ գումարները ուր է գնում, ուր են ուղղվում։ Թաղապետերը ամիսը մեկ անգամ պետք է զեկուցեն իրենց կատարված աշխատանքների մասին։ Ամեն ինչ սկսում է կարգ ու կանոնից։ Երբ թե կարգ ու կանոն եղավ վերևում, ներքևում ամեն ինչ լավ կլինի։ Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է միջին բիզնեսը զարգացնենք, մոնոպոլիաներին պետք է վերջ տալ, հարգելի բարեկամներ։ Հիմա տեսեք, երկրի 35%-ը գտնում է աղքատության մեջ։ Մենք պետք է այդ շեմը հաղթահարենք, մենք պետք է այնպես անենք, որ այդ մարդկանց ինչ որ մի բարեկեցիկ կյանք ապահովենք։ Հիմա էլիտար շենքերը մոդայիկա կառուցում են, առնում են, բայց մարդ չի ապրում։ Մեր կուսակցությունը ներկայացրել է մի ծրագիր, որտեղ նշված են բոլոր բացթողումները, թերությունները եւ այն առաջարկությունները, որ կարող ենք մենք անել։ 3 տարվա ընթացքում մենք արտակարգ իրավիճակների նախարարություն ստեղծեցինք։ Այսօր աշխարհում լավագույն 50-ի մեջ են գտնվում մենք, մեր նախարարությունը։ Իսկ ԱՊՀ երկրներից Ռուսաստանից հետո մենք ենք, մեր նախարարությունն է։ Դա կարողացանք անել եւ ստեղծել, եւ ես առաջարկում եմ, որ նույնը անենք քաղաքը։ Սա այն պաշտոնը չի, որ ես պետք է գնամ վայելեմ կամ զարմանամ, որ տեսեք, ես քաղաքապետ եմ, չէ, 34 տարեկանից ես ունեմ գեներալի կոչում, 34 տարեկանից ես ղեկավար պաշտոններ եմ աշխատել, ես իմ անունը ունեմ, ես ուզում եմ, որ մենք միասին շենացնենք մեր Երևանը, մեր երեխաների համար, մեր բալիկների, մեր թոռնիկների համար։ Վաղ իրանք մեծացան, մեզ հարցնելու են, ասեն դու ինչ ես արել։ Ինձ արդեն հարցրել են իմ երեխեք, դու ինչ ես արել։ Եվ յուրաքանչյուրը պետք է կարողանա պատասխանել։ Գումարները որ կան, այդ գումարները պետք է իմանանք, որտեղից ուրա գալիս եւ ուրա գնում։ Քանի կոպեկ մենք կարող ենք դնել Էրեբունի տարածքի վրա, քանիցը Շինգավիթի վրա եւ քանիցը այն մյուս տարածքների վրա։ Եվ կտեսնեք, որ Երևանը կծաղկի։ Կոնկրետ գործ անելը դա շատ դժվար է։ Մենք առաջարկում ենք մեր ոճը, մենք առաջարկում ենք մեր տեսակետը եւ մենք ասում ենք, որ կարող ենք անել ավելի։ Օրինաց երկիր կուսակցություն, քաղաքապետի մեր թեկնածուն Արմեն Երիցյանն է։